Պատվարժան դատարան դատական նիստին ներկայացել են Հանրային Մեղադրով Գոյի Կովրակիմյանը, Մեղադրյանը Վաչական Ղազարյանը, Արմեն Սարգսյանը, Պաշտպաններ Մհեր Հակոբյանը, Արա Զարգարյանը և Տիմոն Ղազարյանը դատական նիստին ներկայացել Պաշտպան Ռոման Երիցյանը, Տուժովի Յազով ներկայացուցիչ Արմեն Աղավարյանը, վերջինները պաշտպաններ ծանոթված են եղել։ Շնորհակալություն պատվարժան Վերջում ընդեր մենք միջնորդություն ենք եթե կարելի վերջում սահմանը դրանելի անհասնում։ Մերսի։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Մի հայտարարություն։ Պատվարժան դատարան պաշտպանության կողմը իդեպս Արմեն Սարգսյանի քննական արդյունքում մենք այս դատական նիստից սկսած հաշվառելով իրական դատարանության ռեզոլյուցիա 267 հոդվածը, որ վերաբերում է դատական նիստի տեսաձայնագրմանը, արդեն իսկ նշում ենք, որ մենք դեմ ենք, որ դատական նիստը տեսաձայնագրվի, ուստի այդ հանգամանքով պայմանավորված կխնդրենք դատական վայացած որոշումը վերանայել եւ փոխել կարգ։ Առաջին նիստը լիներ, ես այս հարցը չէի ելնում։ Այո, ասեմ, հաշվի առնելով գործի առանձնահատկություններով եւ նաեւ պաշտպանական կողմի տակտիկայով, որը կարող է հետագայում վտանգի նիստի տեսաձայնագրման պայմաններով։ Քանի գործի առանձնահատկությունը ասված է։ Ասեմ, պատվարժան դատարան, քանի որ պաշտպանական տակտիկայից ելնելով որոշ հանգամանքներ մինչ այս դատական նիստը իրականորեն փոփոխության են ենթարկվել, որը որ հաստատողական տակտիկայից ելնելով չեն կարող հաստատել բնականաբար, եւ Մեղադրյանի կամահայտնությունն է տեսաձայնագրել դատական նիստը թե ոչ, հաշվառելով 267 հոդվածի պայմանները։ Հրաման ասում եմ, առաջին նիստը լիներ, այդ հարցը չի իրավեց, արդեն անձը չի առարկել եւ արդեն իսկ սկսել է այս process-ը։ Այո, դրանից պայմանավորված եւ նույն քրեական դատավորության օրենսգիրքն ըստ էության այսպես ասած չի նախատեսվում Մեղադրյանը մեկ այսպեսի դիրքորոշում հայտնի մեկ այսպեսի դիրքորոշում։ Այդ դիրքորոշումը այսպես ասած միասնական դիրքորոշում հայտնեց, արձանագրվեց, միլիարդերվեց, առարկեց, առաջին նիստից առարկեց եւ այդ հարցերից փոխանցեց։ Պատվարժան դատարան, քանի որ 267 հոդված նշում է, որ դատական նիստի ընթացքի տեսաձայնագրումը թույլատրում է դատարան Մեղադրյանի համաձայնությամբ, յուրաքանչյուր դատական նիստ ամեն ինքնուրույն է, անկախ այն հանգամանքից, որ մեկ դատական պրոցեսի ընթացքին է վերաբերում եւ այս դատական նիստից սկսած Արմեն Սարգսյանի դիրքորոշումը փոխվել է, դրանով պայմանավորված մենք խնդրում ենք վերաբերել նախկինում կայացած որոշումը։ Պատվարժան դատարան դատավարության օրենսդրությունը չի նախատեսում այնպիսի ընթացակարգ, ես կարծում եմ դա տրամաբանությանը դեմ է, որ եթե կողմը դիրքորոշում է հայտնում տեսագրության հետ կապված դատական նիստի, չի կարող հետագայում դա փոխել։ Օրինակ, ասենք առաջին նիստում անձը կարող էր ասել ես դեմ եմ տեսագրությանը, սակայն դա չի նշանակում, որ հետագա փուլերում անձը չի կարող ասել, որ իմ դիրքորոշման մեջ տեղի ունեցել փոփոխություն, ես հիմա կողմ եմ, որ տեսագրությունը իրականացնում։ Բնականաբար նաև դրանից հետևում է հակառակ տարբերակը։ Եթե անձը ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ կողմ է, դա չի բացառում, որ հետագայում ինքը իր դիրքորոշումը փոխի։ Եվ ես կարծում եմ, որ այս պարագայում հաշվի առնելով մեր պաշտպանների դիրքորոշումը հետագա տեսագրության հետ կապված մեր դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխությունը կարծում եմ, որ իրավաչափ է պաշտպանական կողմի միջնորդությունը, որպեսզի տեսագրությունը թույլ չտայի։ Արմեն Սարգսյանը ինչ կասի։ Արմեն Սարգսյանը գործում է պաշտպանների։ Պաշտպանների։ Կան։ Ինչպես վերաբար սպասելի է նման դիրքորոշումը, որ ամենասկզբից մենք ենք ասել, որ պետք է առարկենք, հաշվառնելով որ գործում կան տվյալներ, որ եթե չանցկացան նշված է գաղտնի նշումը, բաներից ստացած, բայց այն ժամանակ մյուս պաշտպանական թիմը ասեց առարկեց, որ ասեց, որ պետք է անպայման տեսաձայնագրվի։ Հիմա հաշվառնելով այս ամբողջ ընթացքը, որ եղել է, որ տեսաձայնագրվել է, ու դատական նիստի ձայնագրությունները շրջանառման չհամացանցում, ասենք տարբեր լրատվամիջոցներ կամ տարբեր նախկին խարդախներ, այդ
բաների միջոցով ատելության խոսք են տարածում արցախցիների նկատմամբ, անունը դնում են էլիտա, բայց իրականում արցախցիների նկատմամբ ատելության խոսք են տարածում, ասում են, որ մեզ թալաներ են, չգիտեմ ինչ են արել, մենք այստեղ սուրբ ենք, իրանք եկան մեզ թալանեցին։ Հաշվի առնելով, որ այդ բացասական ֆոնը ստեղծվել է, այս գործի վերաբերյալ թեւերը մեղադրական ակտ ընդհանրապես չի կայացվել, այս ամբողջ ընթացքը տեսաձայնելու այդ ֆոնը կա, եւ մենք առարկում ենք, որ այդ չտեսաձայնագրվի, մենք ընդհակառակը կողմ ենք, որ պետք է տեսաձայնագրվի, ու մարդիկ պետք է տեսնեն, թե մեղադրանքի կողմը ինչ ապացույցներ է ներկայացնում։ Եթե ամբողջ հանրությունը ներկայացնում, որ ինչ-որ թալան է եղել, ու ասում են, որ այդ արդեն հաստատված է, մարդիկ պետք է տեսնեն, թե ինչ ապացույցներ կա, այսինքն իրականում որ ապացույցներ չկան, ու ամբողջը իր բնույթով ունի նաև որոշակի քաղաքական ենթատեքստ, դրա համար մենք առարկում ենք, որ անպայման պետք է շարունակվի տեսաձայնագրությունը, հատկապես երբ որ կհասնի վկաների արձագանության փուլը, երբ որ կհասնի եզրափակիչ ելույթների փուլը, բոլորը պետք է իմանան, թե իրականում ինչ է կատարվում։ Եթե կարելի, բաժան դատարան ճիշտ ասած, ես չհասկացա հարգելի պաշտպան արցախցիների ինչ կողմից իրականացված թալանի մասն էր խոսում, բայց դա որևէ առնչություն չուներ Սյունիքի իրական գործով, դա բացարձակապես գործին ինքնության առարկա չի հանդիսանում։ Ճիշտ ասած, ես տեսեք պատվաժան դատարան, դա հարցի վերջնականությունը թողնում եմ ձեր պատվաժան դատարան, դուք որոշում կայացել, բայց մի հանգամանք եմ ուզում իրոք ընդգծել, տեսեք, ես հիշում եմ, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղել, նիստերի մեկի ժամանակ պաշտպանության կողմը վաճառական բազարանի նման միջնորդությամբ հանդես եկա, որ հակառակը, որ այլևս չենք ուզում տեսա լուսանկարահանվի եւ հիշում եմ, որ նորից ենք կրկնում մեր հոգուս մեր չվերցնեմ, միգուցե սխալն եմ, մյուս կողմը առարկեց այդ կապակցությամբ։ Հիմա նույն իրավիճակն է, երբ որ մյուս կողմն է նման միջնորդությամբ հանդես գալիս, պատվաժան դատարան թողում եմ ձեր հայացողությանը, ես ինքս որպես հանրային մեղադրող դեմ չեմ, որ լուսանկարահանվի եւ նաեւ հանրություն իմանա ապաստանի մասին։ Ինչ վերաբերում է վկաների հարցակնությանը տեսա նկարահանման փուլին։ Դա հասնեն դրան մենք համապատասխան ճիշտորոշում կայացնենք։ Կա, լսելով դատարանության մասնակիցների որոշումները հաշվի առնելով նախկինում կայացրած խոհանդարությունը դեպքում է, որ Սյունիքում ենթակա է շարունակում տեսականություններ հաշվի առնելով նախնական դատաստանների փուլում մեղադրելու չեն հավաքել համապատասխան միջնորդության դեմ, ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ յուրաքանչյուր դատական ինստիտուցիան առանձնահատուկ դատարան արձանագրում է, որ գործի քննության ընթացքում գործում է անընդհատության սկզբունքը եւ որևէ անգամ չեն կարծում կողմերից ինչ-որ մեկը լսած լինի, որ դատարանը արձանագրի, որ որևէ դատականից փակվել է կամ ավարտվել է։ Դատարանը արձանագրում է, որ դատականից հետաձգվել է, ինչը նշանակում է, որ հաջորդ անգամ երբ մենք, այսպես ասած, դրական սկսում ենք նիստաստեղծան ու շարունակում ենք այո ամեն հաջորդ դատականիստին, դատարանը արձանագրում շարունակում է դատականիստը սկսվում եւ ավարտվում է գործի քննության հավատով։ Իսկ այս այդելության հաշվի առնելով նաեւ որ իսկ նմանատիպ չի առաքել, իսկ ներկայում չեն վկայել որպես ազգայնություն շահին Աջերակացություն պատվաժան դատարան, հաջորդ հետազոտվող ապացույցը, որը իրենից ներկայացնում են, հետևյալը արտավարութային փաստաթուղթ ճանաչված եւ վարույթի նյութերին գծված 18/2024 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության թիվ 3 տարածքային ստորաբաժանումից ստացված Արմեն Սարգսյանի անձնական գործում արկա փաստաթղթերի 2024 թվականի հունիսի 19-ին ծնելու մասին կազմված արձանագրությունն է։ Տեղեկացնեմ, որ այն տեղակայված է քրեական գործի 15-րդ հատորում վարույթային թերթ 93-ից 104։ Եթե կողմերը արդեն իսկ գտան այս փաստաթուղթը, սկսենք հետազոտումը։ Այսպես, ինչպես նշեցի, այն արձանագրությունը զննություն կատարելու մասին, արձանագրությունը կազմվել է 2024 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքում, սկսվել է արձանագրության կազմելը ժամը 16:55-ին, ավարտվել 17:45-ին, արձանագրությունը կազմվել է, այսինքն զննությունը իրականացվել է քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից, արձանագրությունում վկայակոչված են այն իրավական նորմերը, որոնցով ղեկավարվելով
քննիչ իրականացել է քննչական գործողությունը, արկա է հետևյալ գրառումը, ուրեմն իմ կողմից իրականացվող թիվ 582-034-22 քրեական վարույթով Երևան քաղաքի Մամիկոնյաց 45 հասցեի քննչական կոմիտեի երկրորդ մասնաշենքի իմ աշխատասենյակում կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար զննեցի 06-2024 թվականին թիվ 04-04-17-2062-24 երկային գրությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարին ուղարկված տեղեկատվության պահանջի հիման վրա 24 թվականի հունիսի 18-ին ստացված գրությունը եւ իսկ տրամադրված Պայստազորի գնդապետ Արմեն Սերոժայի Սարգսյանի անձնական գործի պատճենները, որոնք գտնվում են վարույթում, ծնությամբ պարզվեց հետևյալը։ Ներողություն եմ խնդրում։ Ուրեմն անձնական գործի պատճենները բաղկացած էին 34 թերթերից համարակալված 1-ից 34 թվանշաններով եւ կնիկված Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Զորակոչային ձև զորահավաքային համաներման ծառայության Երևանի թիվ տարածքային ստորաբաժանման կլոր կնիկով։ Անձնական գործում գտնվող փաստաթղթերը բովանդակությունը նշվում է ըստ քրեական վարույթի անհրաժեշտության։ Անձնական գործի 1-ից 6-րդ հատորում թերթերում գտնվող փաստաթուղթը Արմեն Սարգսյանի ծառայողական ցուցակն է, 7-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Արմեն Սերոժայի Սարգսյանի 03-07-1996 թվականի ամսաթվով ինքնակենսագրությունն է, 8-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Արմեն Սարգսյանի սոցիալական քարտի պատճենն է, 9-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Պաշտպանության նախարարի տեղեկալ գեներալ-մայոր Մելքոնյանի կողմից Արմեն Սարգսյանին տրված ծառայողական բնութագիրն է, 10-րդ թերթում գտնվող փաստաթուղթը կրկին Արմեն Սարգսյանի ինքնակենսագրությունն է, 11-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի 08-07-1996 թվականի թիվ 31-48 աղ-կոտորակ Վ. հրամանի պատճենն է, համաձայն որի պահեստի ավագլեյտենանտ Արմեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի տեղակալ, ընդգրկելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կադրերում, շնորհելով զինվորական կապիտան հերթական կոչումը։ 12-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Արմեն Սարգսյանի զեկուցադիրն է նախարար Սարգսյանի ծառայության անցնելու վերաբերյալ։ 13-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Արմեն Սարգսյանի 12-07-1996 թվականի ամսաթվով ինքնակենսագրությունն է։ 14-րդ թերթում գտնվող փաստաթուղթը կրկին Արմեն Սարգսյանի ինքնակենսագրությունն է։ 15-րդ թերթում գտնվող փաստաթուղթը ՀՀ Պաշտպանության նախարարի 30-01-2022 թվականի թիվ 70 հրամանի հավելված 2-ի համաձայն 31-02-2002 թվականի ամսաթվով հայտարարվող պաշտոնատար եւ նրանց փոխկապակցված անձանց մասին անհատական տվյալներ պարունակող փաստաթուղթն է Արմեն Սարգսյանի վերաբերյալ։ 16-րդ թերթում գտնվող փաստաթուղթը ՀՀ կառավարության 27-12-2001 թվականի թիվ 1289 որոշման հաստատված կարգի հավելված 1-ի թիվ 21 իրազեկումն է ուղղված Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարման մասին։ Իրազեկում են կատարվել է 30-01-2002 թվականին։ 17-րդ թերթում գտնվող փաստաթուղթը ՀՆԿ տեղեկատվական կենտրոնի պետին ուղղված հարցումն է Արմեն Սարգսյանի վերաբերյալ դատվածության տեղեկանք տրամադրելու վերաբերյալ, համաձայն որի վերջինս դատված չէ։ 18-ից 19-րդ թերթերում գտնվող փաստաթղթերը Արմեն Սարգսյանի անկետային պատճեններն են։ 20-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Արմեն Սարգսյանի հայկական գյուղատնտեսական ինստիտուտի թիվ 008548 դիպլոմի պատճենն է։ 21-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Արարատի գյուղխորհրդի նախագահ Մելքոնյանի կողմից Արմեն Սարգսյանին տրված 04-07-1996 թվականի ամսաթվով թիվ 075 տեղեկանքն է, համաձայն որի վերջինս բնակվում է Արարատի շրջանի Արարատ գյուղում։ 22-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Արմեն Սարգսյանի հայ գյուղատնտեսական ինստիտուտի գինեգործության տեխնոլոգիայի բաժնում սովորել եւ ավարտելու վերաբերյալ վկայականն է։ 23-րդ թերթում գտնվող փաստաթուղթը Արմեն Սարգսյանի ՀՀՊՆ
ՌԲԿՀ թիվ 852 եզրակացությունն է, որ վերջինս պիտանի է զինծառայության 24-րդ հերթում գտնվող փաստաթուղթը Արմեն Սարգսյանի որդու Գրիգոր Սարգսյանի ծննդյան վկայականի պատճենն է, 25-րդ հերթում գտնվող փաստաթուղթը ՀՀ պաշտպանության նախարար գեներալ-մայոր Վ. Հարությունյանի 21/0999 թվականի թիվ 2379 կոտորակ Վ հրամանն է կոչումների վերաբերյալ համաձայն որի Արմեն Սարգսյանին շնորհվել է հերթական զինվորական վաղաժամկետ գնդապետի կոչում 26-րդ կետում գտնվող փաստաթուղթը ՀՀ կառավարության 27/12/2001 թվականի թիվ 1289 որոշմամբ հաստատված կարգի հավելված մեկն է թիվ 21 իրազեկումն է ուղղված Արմեն Սարգսյանին դարձյալ եկամուտների հայտարարման մասին 27-րդ կետում գտնվող փաստաթուղթը զինվորական ծառայության անցնելու պայմանագրի պատճենն է, որը ունի հետևյալ բովանդակությունը, ընդհանուր դրույթներ 1.1 մի կողմից ՀՀ պաշտպանության նախարարությունը, այնուհետև նախարարություն, այսուհետև նախարարություն, իդեմս ՀՀ նախարարի տեղակալ գեներալ-մայոր Ա. Աղաբեկյանի և մյուս կողմից գնդապետ Արմեն Սարգսյանին 27/02/1957 թվականին ծնված տարեթիվագրված, այնուհետև զինծառայող կնքեցին սույն պայմանագիրը այն մասին, որ գնդապետ Արմեն Սարգսյանը 5 տարի ժամկետով կամավոր զինվորական ծառայության է անցնում ՀՀ համակարգում։ Զինծառայող գնդապետ Արմեն Սարգսյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրի հիման վրա պարտավոր է զինծառայության անցնել սույն պայմանագրով նախատեսված ժամկետում, զինծառայության ընթացքում բարեխղճորեն կատարել զինծառայողի կարգավիճակից բխող պարտականությունները, բարձր պահել զինծառայողի պատիվը և բարձր անունը, խստորեն կատարել ՀՀ զինված ուժերի կանոնադրությունների, փակագծի մեջ կանոնագրքերի պահանջները, ստանձնել ծառայության առանձնահատկությունների հետ կապված և օրենսդրությամբ սահմանված նախատեսված այլ պարտականություններ, զինծառայողն իրավունք ունի զինծառայության ընթացքում ստանալ անվճար բուժ սպասարկում, սահմանված չափի դրամական բավարարում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել իր և իր ընտանիքի անդամների իրավունքների օրինական շահերի պաշտպանություն, ստանում են երաշխիքներ և փոխհատուցումներ, զինծառայողն ունի նաև զինծառայության առանձնահատկությունների հետ կապված և օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ։ 2.3 Նախարարությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով իրավունք ունի զինծառայողին նշանակել ցածր պաշտոնի, թողնել կադրերի տրամադրության տակ, ազատել զինվորական պաշտոնից, տեղափոխել և գործուղել ծառայության նոր վայր, զրկել կոչումից, իջեցնել կոչումը։ 2.4 Նախարարությունը պարտավոր է, նշված են այն պարտավորությունները, ինչ ունի նախարարությունը, հրապարակելու այս պայմանությամբ առայժմ չեն տեսնում, պայմանագրի ուժի մեջ մտնելը և գործողության դադարեցման բաժնում 3.1 սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրելու օրվանից, որի մասին հայտարարվում է ՊՆՀ 240303T1135 հրամանով։ Սույն պայմանագրի գործողությունը դադարում է զինվորական ծառայության անցնելու մասին ՀՀ օրենքով նախատեսված կարգով։ Կողմերի պատասխանատվություններն են սահմանված, մասնավորապես 4.1 կողմերը սույն պայմանագրի պահանջները խախտելու համար պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Կողմերի ստորագրությունները հատվածում առկա է ձեռագիր գրառումներ Արմեն Սերոժայի Սարգսյան, գնդապետ ՀՀ 51034 ուրեմն զորամասի հրամանատար ստորագրություն և ամսաթիվ ստորագրված են նաև ՊՆ նախարարի տեղակալ գեներալ-մայոր Աղաբեկյանի կողմից, նաև առկա է կնիկ։ 28-րդ կետը հրապարակելու անհրաժեշտություն չեմ տեսնում, եթե պաշտպանության կողմը կարի գտնի թող հրապարակի, 29-րդ կետում գտնվող փաստաթուղթը ՀՀ կառավարության 27/12/2001 թվականի թիվ 1289 որոշմամբ հաստատված կարգի հավելված մեկն է կրկին հայտարարագիր ներկայացնելու հետ կապված 30-րդ կետում գտնվող փաստաթուղթը ՀՀ պաշտպանության նախարար Սարգսյանի 27/07/2005 թվականի 2289 կոտորակ Վ հրամանն է գնդապետ Արմեն Սերոժայի Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարության 51/054 զորամասի հրամանատարին սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև 25-ը հերթական արձակուրդ տրամադրելու մասին 31-րդ թերթում գտնվող փաստաթուղթը պաշտպանության նախարարի հրամանն է իր փոփոխում են ՀՀ պաշտպանության նախարարի 27/07/2005 թվականի հրամանի,
բովանդակությունը գործին վերաբերելի չէ, 32-ից 33-րդ թերթում գտնվող փաստաթուղթը 14.01.2004 թվականին հայ պաշտպանության նախարարի թիվ 26 հրամանի քաղվածքն է ՀՀ բարձրաստիճան պատվիրակությանը 2024 թվականի հունվարի 17-ից ԱՄՆ գործուղելու մասին, 34-րդ թերթը պաշտպանության նախարարի հրամանն է Արմեն Սարգսյանին ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին, ուղարկելով հաշվառման ՀՀ Արարքելի զինկոմիսարիատ, առկա է նաև հետևյալ գրառումը զննությամբ պարզվեց, որ Արմեն Սարգսյանի անձնական գործուներա կողմից զբաղեցած պաշտոնի անձնագիր, գործառույթային իրավունքներ և պարտականություններ սահմանող փաստաթղթեր, ինչպես նաև բացի արձանագրվածից հերթական արձակուրդում գտնված լինելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։ Զննության վերոնշյալ փաստաթղթերում քրեական բարույթի համար հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ ըստ բարույթ իրականացնող մարմնի չեն հայտնաբերվել։ Իսկ պաշտպանության նախարարի վկայակոչված հրամանները զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագրի պատճենները արտադրվել են և գծվել սույն արձանագրությանը։ Արձանագրությունը ստորագրված է այն կազմած քննիչի կողմից և ինչպես նշված է արձանագրությունում ստորև, այսինքն քրեական բարույթում են գծված նաև վկայակոչված հրամանները և պայմանագիրը։ Պատվաշան դատարան այս ապացույցի հետազոտումը ավարտեցին։ Հաջորդ փաստաթուղթը արտավարույթային փաստաթուղթ ճանաչված և բարույթին գծված մի շարք գրություններ են, այդ փաստաթղթերը տեղակայված են ուրեմն նույն հատորում, այսինքն 15-րդ հատորում, բարույթային թերթ 7-ից 56, պատվաշան դատարան այն փաստաթղթերը ունեն ըստ էության հետևյալ բովանդակությունը կամ դրանք իրենցից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը, ուրեմն արտավարույթային փաստաթուղթ ճանաչված և բարույթի նյութերին գծված ՀՀ պաշտպանության նախարարությունից 2022 թվականի նոյեմբերի 3-ին ստացված գրություններ, դրանքից պաշտպանի ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագրի և այլոց պաշտոնի անձնարարագրերն են և դրանց 2024 թվականի հունիսի 6-ի զննության արձանագրությունն է ըստ էության, հիմա մի քանի վայրկյան խնդրում եմ համապատասխան բարույթային թերթեր գտնեն և հրապարակեն։ Նշեմ, որ արձանագրությունը կազմվել է 2024 թվականի հունիսի 6-ին Երևան քաղաքում, այն արձանագրության կազմելը, այսինքն զննությունը սկսվել է ժամը 14:15-ին, ընդմիջվել է ժամը 18:45-ին և շարունակվել հաջորդ օրը ժամը 09:30-ին և ավարտվել ժամը 12:50-ին։ Պատվաշան դատարան դարձյալ բարույթային գործողությունը, քննչական գործողությունը կատարվել է նույն քննիչի կողմից, այն իրականացվել է նույն քրեական բարույթի շրջանակներում և ես ձեր թույլտվությամբ անցնեմ ողն էությանը, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված գրությունը երկրորդից է 27.09.2022 թվականի ամսաթվով ելքագրված ՏՆ 510-գ/483 համարով գրության բովանդակությունը հետևյալն է, իլրում են 2022 թվականի սեպտեմբերի 12-ի 3547 գրության, բարույթի նախաքննության առայժության պայմանավորված 9 նախկին զինծառայողների վերաբերյալ պահանջվող փաստերի, հրամանների, քաղվածքների պատճենները և տվյալ պաշտոններում նշանակված պաշտոնի անձնագրերը։ Առաջինը Արմեն Հրանտի Գևորգյանի վերաբերյալ այլ նշաններ են կատարված, կարծում եմ հրապարակել այս բանը էական չէ, երկրորդը վերաբերում է Աշոտ Գրիգորյանին
երրորդը Սեթրակյանին, չորրորդը Վաղարշակ Ավետիսյանին, հինգերորդը Արսեն Պապյանին, վեցերորդը Վելեշ Մելքոնյանին։ Առկա է գրառում հետևյալ բովանդակության, Սեթրակյանի եւ Վաղարշակ Ավետիսյանի անձնական գործերը գտնվում են ՀԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Այրապետյանի մոտ։ Գրությանը կից ներկայացված փաստաթղթերը ներկայացվում են ըստ դրանց բովանդակության։ Գրությանը կից ներկայացված փաստաթղթերն են Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 0503-2019 թվականի թիվ 12 հրամանի վավերացված պատճենը Պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներին հավասար քաղաքացիական ծառայության պաշտոնների նշանակելու մասին։ Նշված հրամանի համաձայն թիվես այլի Վելեշ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցալ բնակելի ֆոնդերի կառավարման ծառայության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը։ Հաջորդը ուրեմն վերաբերելի Պաշտպանության նախարար Սերյակ Մոհանյանի 22/12/2009 թվականի թիվ 48-14 հրամանի քաղվածքն է, համաձայն նշված հրամանի 2009 թվականի դեկտեմբերի 12-ից Վելեշ Մելքոնյանը նշանակվել զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետ։ Առկա է նաև Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի ծածկագիրներ նշված ընդհանուր դրույթներ են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության, այսուհետև վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության զորքերի բնակավորման բաժնի այսուհետև բաժի գլխավոր մասնագետի պաշտոնը ընդգրկում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 3-րդ խմբի ենթակետում։ Նշված են նաև կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը, բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա է և հաշվետու է բաժնի պետին, բաժնի գլխավոր մասնագետն իր ենթակա աշխատողներ չունի, բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ բաժնի պետը, բաժնի գլխավոր մասնագետը, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, ծրագրմանը, ղեկավարմանը և վերահսկմանը, օժանդակում է բաժնի ավելի ցածր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև համակարգում է նրանց աշխատանքները, կատարում է բաժնի պետի հանձնարարությունները, պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու, ինչպես նաև տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։ Որոշումներ կայացնելու լիազորությունների մասով բաժնի գլխավոր մասնագետը բաժնի պետի հանձնարարության մասնակցում է բաժնի գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծմանը և որոշումների ընդունմանը։ Առկա է նաև շփումները և ներկայացությունը, ըստ էության այս կարևոր է հետևյալ հանգամանքը, բաժնի պետի հանձնարարությամբ նախարարությունից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում ՀՀ և օտարերկրյա պետությունների միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով։ Առկա է նաև խնդիրների բարդություն և դրանց ստեղծագործական լուծում հատված, որը հրապարակելու առայժմ չեմ տեսնում, կրկին պաշտպանության կողմից ցանկություն ունենալու հրապարակին, գիտելիքների և հմտությունների վերաբերյալ կան նշագրումներ, իրավունքներ և պարտականություններ, բաժնի գլխավոր մասնագետը հաշվառում է նախարարության ենթակայության հողամասերը, իրականացնում հողամասերի ձեռքբերման և օգտագործման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, հսկողություն սահմանում հողամասերի վիճակի փոփոխությունների արտացմանը, իրականացնում է նախարարության անհրաժեշտ հողամասերի ընտրություն, իրականացնում է հողամասերի և զորանոցաբնակելի ֆոնդերի պետական գրանցման աշխատանքներ, մասնակցում հողամասերի, ինչպես նաև հրամանատարների պաշտոնի և գործերի հանձնման ընդունման հանձնաժողովների աշխատանքների և ակտերի ձևակերպմանը։
ունի նաև առաջարկություններ ներկայացնելու լիազորություններ, իրականացնում է նաև պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։ Հաջորդիվ Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրն է, նշված է պաշտոնի անձնագրի կոդը, թվարկված են ուրեմն աշխատանքային կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունները, թվարկված են նաև լիազորություններ, պարտականությունները, խնդիրների բարդությունը և դրանց ստեղծագործական լուծումը, նշագրումներ կան նաև գիտելիքների և հմտությունների պահանջող գիտելիքների և հմտությունների վերաբերյալ սահմանված են իրավունքները և պարտականությունները, բաժնի գլխավոր մասնագետը հաշվառում է նախարարության ենթակայության հողամասերը, իրականացնում հողամասերի ձեռքբերման և օտարման հետ կապված փաստերի ձևակերպումներ, մասնակցում է հողամասերի, ինչպես նաև հրամանատարների պաշտոնի և գործերի հանձնման ընդունման հանձնաժողովների աշխատանքների և ակտերի ձևակերպմանը, բաժնի գլխավոր մասնագետը ունի օրենքով իրավական և այլ ակտերով նախատեսված իրավունքներ, գրում է այդ ակտերով նախատեսված պարտականությունները և սահմանափակումները։ Դասային աշճանի վերաբերյալ առկա է նշագրումներ, Պաշտպանության հաջորդիվ Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի 26/09/2017 թվականի թիվ 1083 A կոտորակ Վ հրամանն է, համաձայն նշված հրամանի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական Արշիկ Շլեփչյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնին, ծածկագիրն է նշված, ազատվելով Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության բնակարանային ապահովման բաժնի պետի պաշտոնից, նշված է ծածկագիրը։ Հաջորդիվ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանի 22/12/2009 թվականի թիվ 4815 A կոտորակ Վ հրամանի կալվածքն է, համաձայն նշված հրամանի Արշիկ Շլեփչյանը 2009 թվականի դեկտեմբերի 12-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության բնակարանային բաժնի պետի պաշտոնին, նշված է ծածկագիրը, շնորհելով քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աշճանը, հաջորդիվ Պաշտպանության նախարարի 09/06/2014 թվականի համապատասխան հրամանի պատճենն է, որով կառուցվածքային փոփոխության դեպքում սահմանվել է, որ կառուցվածքային փոփոխության դեպքում քաղաքացիական ծառայողների պաշտոնից ազատելու և արտամրցութային կարգով նոր պաշտոնի նշանակվելու մասին։ Հաջորդիվ ուրեմն Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 12A հրամանի վավերացված պատճենն է, առկա է հետևյալ վերագրումը նշված հրամանի համաձայն ի թիվս այլոց համաձայն քաղաքացիական ծառայության մասին օրենքի 2-րդ հոդվածի 41-րդ հոդվածի 4-րդ կետի նշված են նաև այլ իրավական հիմքեր, ինչպես նաև հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1493 որոշման թիվ 2 հավելվածի 6-րդ կետի պահանջները, նշված հրամանի 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետ Արշիկ Շլեփչյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնին։ Ուրեմն կարգոշված է նաև պաշտոնի անձնագրի բովանդակությունը, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությանը բաժնում առկա հետևյալ գրառումները, բաժնի գլխավոր մասնագետն անմիջականորեն ենթակա է հաշվի և հաշվետու է բաժնի պետին, բաժնի գլխավոր մասնագետն իրեն ենթակա աշխատակիցներ չունի, թվարկված է նաև այլ կետեր, առկա է նաև ուրեմն հետևյալ նշագրումը կատարում է բաժնի պետի հանձնարարականները, պատասխանատվություն է կրում օրենքի իրավական այլ ակտերի պահանջները և իրեն իրավապահ պահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կամ վերազանցելու, ինչպես նաև տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
Նշված է որոշումներ կայացնելու լիազորությունների մասին, բաժնի գլխավոր մասնակետը բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծմանը և որոշումների ընդունմանը։ Առկա են նաև վերաբերելի այլ նշագրումներ, որոնք գործի հետ կապված գործի խնդրու առարկա հանդիսացող հողամասերի կամ դրանց հետ կապված գործառույթների հետ առնչություններ չունեն։ Գիտելիքների և հմտությունների մասին է նշված, իրավունքների և պարտականություններն են սահմանված, բաժնի գլխավոր մասնակետը հաշվառում է նախարարության զորանոցային ֆոնդը, իրականացնում զորանոցային ֆոնդերի ձեռքբերման և օտարման հետ կապված փաստերի ձևակերպումները, հսկողություն է սահմանում զորանոցային ֆոնդի ճշգրիտ օգտագործման համար, իրականացնում է նախարարության անհրաժեշտ հողամասերի ընտրություն, իհարկե ունի նաև այլ իրավունքներ և լիազորություններ, որոնք ուղղակի այս պահին հրապարակելու հանրայնություն չկա, քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանը հատվածում կամ վերնատառով առկա է բաժնի գլխավոր մասնագետ օրենքով սահմանված կարգով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-դասի խորհրդականի դասային աստիճան։ Հաջորդ թիվը Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության բնակարանային ապահովման բաժնի պետի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրն է, նշված են ընդհանուր դրույթներ, աշխատանքային կազմակերպման ղեկավարման պատասխանատվությունը հատվածում առկա է բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչության պետին, բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի աշխատողները և թվարկված են մյուս լիազորություններն ու պարտականությունները։ Բաժնի պետը նախարարության ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պաշտոնատար անձանց հետ շփում և հանդիս է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակում, ապահովում է բաժնի և այլ մարմինների փոխհարաբերությունները, խնդիրների բարդությունը և դրանց ստեղծագործական լուծումը վերտարության հատվածում առկա է բաժնի պետը վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչության կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական լուծումներ տալու աշխատանքներին։ Առկա են նաև նշագրումներ պահանջվող գիտելիքների և հմտությունների վերաբերյալ, իրավունքները և պարտականությունները հատվածում առկա է հետևյալ գրառումը, բաժնի պետը վարչության խնդիրներից բխում և բաժնի գործառույթներին համապատասխան ապահովում է աշխատանքների իրականացումը և պատասխանատու է դրանց ժամանակին և տվյալ որակյալ կատարման համար, պատասխանատու է բաժնի անձնակազմի բարոյահոգեբանական և ներքին կարգապահության վիճակի համար, կազմակերպում է զինծառայողների և ՀՀՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց դրամական փոխհատուցման թույլտվություն տրամադրելու փաստաթղթերի ուսումնասիրության հետ կապված հարցերով, առկա են նաև այլ լիազորություններ։ Հաջորդ թիվ Պաշտպանության նախարարության զինծառայողի սոցիալական պաշտպանության վարչության բնակարանի բաժնի պետի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրն է, դրույթներն են վկայակոչված, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունն է սահմանված, որոշումներ կայացնելու լիազորություններն են սահմանված, մասնավորապես բաժնի պետը լուծում է բաժնի գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ, բաժնի պետը նախարարության ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդիս է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակում, ապահովում է բաժնի այլ մարմինների փոխհարաբերությունները, նշագրումներ են առկա կամ սահմանված են նաև խնդիրների բարդությունը և դրանց ստեղծագործական լուծումը, նշագրումներ են առկա կամ գրանցված են նաև, արձանագրված են նաև պահանջվող գիտելիքները և հմտությունները, իրավունքները և պարտականություններն են սահմանված, բաժնի պետը վարչության խնդիրներից բխող և բաժնի գործառույթներին համապատասխան ապահովում է աշխատանքների իրականացումը և պատասխանատու է դրանց ժամանակին որակյալ կատարման համար, վարչության պետի հանձնարարությամբ տալիս է ոլորտին առնչվող նախարարության նախաձեռնման մշակված և պետական այլ մարմինների նախարարությունից
նախարարության կողմից ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության որոշումների և իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ, վարչության պետի հանձնարարությամբ տալիս է կոնկրետ իրավական ակտերի վերաբերյալ մասնագիտական պարզաբանումներ և թվարկված են նաև մյուս այլ լիազորություններ և իրավունքներ, քաղաքացիական հատուկ ծառայության դասային աշճանի մասին են նշագրում իրականացված, Պատվաժան դատարան թույլ տվեք մեկ հանգամանք հստակեցնենք, մենք նախարարինը հասկանամ, մենք հասնենք դեռևս բավականին երկար պետք է շարունակվի հետազոտությունը, ուզում եմ հասկանամ անցնենք միջնորդության քննարկմանը, թե փոքր միջմանը շարունակելու համար, ինչպես է դատարանը։ Միջնորդությունը լսենք հետո շարունակեք, թե միջմանը Չէ, հիմա եթե կարելի է 5 րոպե, 3 րոպե միջում հայտարարել, շարունակենք արդեն ինչքան ժամանակը թույլ կտա։ Պատվաժան դատարան, եթե թույլ տանք, եթե հասկում ենք որոշում եք ունենք ներկայացված ապացույցի հետ կապված, եթե կուզեք կարող արդյունավետ օգտագործել, որ մենք մեր որոշում ներկայացնենք կոնտեքստից հետ կտրված չլինի։ Պատվաժան դատարան ձեր ուշադրությունը դրագրի տկային հանգամանքին, որ նախ այն ապացույցը, որի հիմա հետազոտվում է, երկու մասից է բաղկացած։ Մի մասը վերաբերում էր պարոն Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում անցած պաշտոնի ազնվերին, մյուս մասում արդեն 2014 թվական, 2009 թվական, որի ընթացքում Արմեն Սարգսյանը չի պաշտոնավարել, դեռ ավելին ենթադրյալ արարքները, որ մեղադրանքում առկա են, այդ ժամանակահատվածին չեն վերաբերում։ Եվ պաշտոնի ազնվերում հատկապես գլխավոր մասնագետի, բաժնի գլխավոր մասնագետի, երբ որ ուսումնասիրվում էր խնդրո առարկա ժամանակահատվածի հետ կապված պաշտոնի ազնվերը, այնտեղ գույքերի օտարման, գույքերի տիրապետման, տնօրինման, պաշտպան եւ այլի հետ կապված որևէ լիազորություն բաժնի գլխավոր մասնագետը չի ունեցել 2014 թվականից հետո, երբ որ արդեն ընթերցվում էր պաշտոնի ազնվերը, դրանից հետո է եղել, որ մեր ժամանակահատվածին չի վերաբերում։ Դեռ ավելին այնտեղ հստակ նշում կար, որ բաժնի գլխավոր մասնագետը կատարում է բաժնի պետի հանձնարարությունները, սույն գործով, որքանով ինձ է հայտնի, որևէ բաժնի պետ մեղադրանքի դատարանական կարգավիճակ չունի, եւ դեռ ավելին էլ պարոն Սարգսյանին վերագրվող արարքում այդպիսի հանգամանք նկարագրված էլ չի, պարոն Սարգսյանը եղել է վարչության պետը, եւ նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի, որ այնտեղ հստակ նշվում է, որ բաժնի գործառույթներից գլխավոր լիազորություններ ունի բաժնի գլխավոր մասնագետը, որը դեռ տրամաբանական է եւ ստացվում է ինչ սույն մեղադրանքի շրջանակներում, եթե մենք նայենք, բաժնի գլխավոր մասնագետը իր պաշտոնի անձնակրողել եւ առհասարակ իր գործառույթներով էլ գույքի վաճառքի ժամանակ գնալ նոտարական գործողությանը մասնակցել եւ այլն վարչության պետի հանձնարարության նման նկարագիր առհասարակ դրված չի ոչ իր պաշտոնի անձնակրող, ոչ էլ առհասարակ իր գործառույթների տրամաբանությունով։ Իսկ ինչ վերաբերում է հետագա իր լիազորություններին, որը այս ժամանակահատվածից հետո է ստացել բաժնի գլխավոր մասնագետը, դա վերաբերել չի, դրա համար այդ մասով դիրքորոշում չենք էլ հայտնում։ Մի չենք քանի րոպե, լսենք ձեզ։ Շնորհակալություն Պատվաժան դատարան, հաջորդ ապացույցը հաստատվող ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրներ նշված է ծածկագիրը, ուրեմն ընդհանուր դրույթներն են սահմանված, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունն է սահմանված, մասնավորապես առկա են գրառումներ բաժնի գլխավոր մասնագետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի պետին, բաժնի գլխավոր մասնագետն իրեն ենթակա աշխատողներ չունի, բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի մասնագետներից մեկը, թվարկված է նաև այլ պարտականություններ, իրավունքներ կատարում է բաժնի պետի հանձնարարականները, պատասխանատվություն է կրում օրենքների իրավական այլակների պահանջները եւ իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, վերազանցելու, ինչպես նաեւ տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար որոշումները կայացնելու լիազորությունները հատվածում առկա է բաժնի գլխավոր մասնագետը բաժնի պետի հանձնարարության մասնակցում են բաժնի գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծմանը եւ որոշումների ընդունմանը։ Առկա է նաև շփումներ եւ ներկայացում
գրառում վերտավությամբ նշված է բաժնի գլխավոր մասնագետը նախարարության ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների եւ պաշտոնատարանց հետ շփումի հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակում։ Նշված են նաեւ խնդիրների բարդությունը եւ դրանց ստեղծագործական լուծումը, վկայակոչված են նաեւ պահանջվող գիտելիքները եւ հմտությունները, սահմանված են իրավունքներն ու պարտականությունները, նաև 12-րդ կետով սահմանվում են բաժնի գլխավոր մասնագետը ունի օրենքով իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքների սոցիալական երաշխիքներ եւ կրում այդ ակտերով նախատեսված պարտականություններ, ակտի մեջ սահմանափակումներ։ Հաջորդիվ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 0503-2019 թվականի թիվ 12A հրամանի վավերացված պատճենն է պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներին հավասար քաղաքացիական ծառայության պաշտոններ նշանակելու մասին ուրեմն նշված հրամանի համաձայն ի թիվս այլոց ուրեմն համաձայն քաղաքացիական ծառայության մասին օրենքի 2-րդ հոդվածի 41-րդ հոդվածի 4-րդ կետի 44-րդ հոդվածի 5-րդ կետի ինչպես նաև հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1493 որոշման թիվ 2 հավելվածի 6-րդ կետի պահանջները նշված հրամանի 10-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ Արսեն Պապյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետի պաշտոնին։ Հաջորդիվ Պաշտպանության նախարարի 22/12/2009 թվականի թիվ 4814A կոտորակ հրամանի վավերացված քաղաքացի պատճենն է, համաձայն որի Արսեն Պապյանը 2009 թվականի դեկտեմբերի 12-ից նշանակվել է ուրեմն ծառայության պետի տեղակալի պաշտոնին, շնորհելով վերջինիս քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։ Հաջորդիվ Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետի պաշտոնի անձնագիրն է, նշված պաշտոնի անձնագիրը ունի հետևյալ բովանդակությունը, նշված են ընդհանուր դրույթներ, աշխատանքային կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունների մասին է նշված ծառայության պետը մասնակցում է վարչության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծման եւ որոշումների ընդունման, լուծում է ծառայության գործառույթներից բխող հիմնախնդիրները, ընդունում որոշումներ, ծառայողների բաժինների պետին տալիս է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ։ Ուրեմն ծառայության պետը մասնակցում է վարչության ընթացիկ գործունեության կազմակերպմանը, ծրագրմանը, համակարգմանը, վերահսկմանը, ինչպես նաև օժանդակում է ծառայության ավելի ցածր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին եւ համակարգում նրանց աշխատանքները, կազմակերպում ծրագրում համակարգում է, վերահսկում է ծառայության ընթացիկ գործունեությունը, կատարում է վարչության պետի եւ տեղակալի հանձնարարականները։ Շփումներ եւ ներկայացումներ սահմանված խնդիրների բարդությունը եւ դրանց ստեղծագործական լուծումն է սահմանված է գիտելիքները եւ համապատասխան հմտությունները, իրավունքները եւ պարտականությունները, ծառայության պետը կազմակերպում է ղեկավարում է ծառայության աշխատանքների գործունեությունը, կազմում է ծառայության ամսական աշխատանքային պլան գրաֆիկ, վարչության պետի կամ վարչության պետի ծառայության գործունեության համակարգող տեղակալի հանձնարարությամբ համակարգում է զորանոցաբնակելի ֆոնդի կոմունալ շինությունների եւ սարքավորումների ճիշտ շահագործման եւ զորքերի կենսագործությունն ապահովող այլ միջոցառումների իրականացման աշխատանքներ։ Նշված են նաև այլ լիազորություններ, մասնավորապես 7-րդ կետում վարչության պետի կամ տեղակալի հանձնարարությամբ համակարգում է բնակարանային շահագործման տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, օրենքով սահմանված կարգով օժանդակում է գնման գործընթացի արդյունքներով կնքված պայմանագրերի նախապատրաստման աշխատանքներին իրականացնում անհրաժեշտ հաշվարկներ։ Հաջորդիվ Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրն է,
Նշված են ընդհանուր դրույթները, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պարտականության մասին է վկայակոչված, որոշումներ կայացնելու լիազորություններն են սահմանված, շփումները և ներկայացությունը, խնդիրների բարդությունը և դրանց ստեղծագործականությունն է սահմանված է նաև համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունենալու պարտականության անհրաժեշտության մասին, սահմանվում են իրավունքները և պարտականությունները, ծառայության պետակազմակերպում և ղեկավարում է ծառայության աշխատանքների գործունեությունը և թվարկված են նաև այլ լիազորություններ և պարտականություններ։ Տասներկրորդ կետով սահմանվել է, որ ծառայության պետն ունի օրենքով այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ։ Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աշճանի մասին է վկայակոչված, մասնավորապես նշված է 13-րդ կետը ծառայության պետին օրենքով սահմանված կարգով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական դասային աստիճան։ Հաջորդ թիվ Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավարման վարչության զորանոցաբնակելի ֆոնդի կառավարման ծառայության պետի անձնագիրն է։ Նշված պաշտոնի անձնագիրն ունի հետևյալ բովանդակությունը, պաշտոնի անձնագրով սահմանվել են ընդհանուր դրույթները, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունների մասին են վկայակոչված, սահմանված են շփումները և ներկայացությունը, թվարկված են խնդիրների բարդությունը և դրանց ստեղծագործական լուծումը, նշված են անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների մասին, իրավունքներն ու պարտականություններն են սահմանված, մասնավորապես կազմակերպում է ծառայության իր կողմից համակարգող բաժնի աշխատանքային գործունեությունը, հետևում է զորանոցաբնակելի ֆոնդի կոմունալ շինությունների և սարքավորումների ճիշտ շահագործման և զորքերի կենսագործունեություն ապահովող այլ միջոցների իրականացման գործընթացին և թվարկված են մի շարք այլ պարտականություններ և իրավունքներ։ Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աշճանի մասին է վկայակոչված։ Հաջորդ թիվ Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրն է, նշված պաշտոնի անձնագիրը ունի հետևյալ բովանդակությունը, պաշտոնի անձնագրով սահմանված են ընդհանուր դրույթները, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնը ընդգրկում է քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի երկրորդ ենթակետում և թվարկված է նաև, նշված է նաև, որ վարչության պետին քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը։ Թվարկված է նաև աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության մասին, որոշումներ կայացնելու լիազորությունների մասին, խնդիրների բարդությունը և դրանց ստեղծագործական լուծումն է սահմանված, իրավունքներն ու պարտականություններն են սահմանված, մասնավորապես վարչության պետն իրականացնում է նախարարության գործունեության իրավական ապահովման հետ կապված աշխատանքներ, կազմակերպում և վերահսկում է վարչության աշխատանքները և թվարկված են մի շարք այլ իրավունքներ ու պարտականություններ։ Այդ ապացույցը մեր մասով չկա իրավաբանական ծառայության պետ, նրա համար ես չեմ կարելի այդ կոնկրետ այդ մասը հրապարակել, կոնկրետ մեր դեպքում այս մասը չկա, եթե չեմ սխալվում։ Իմաստը ցանկանալի որպեսզի մեղադրող կողմը այդ ոչ թե իրավաբանական ծառայություն պետին այդպես ընդհանուր ձևով բանալու, այլ կոնկրետացնել այդպես լիազորությունի օրինակ եթե հայտնաբերում է միակ գործա, որ բանը պետք է իրականացնի, որը չի համապատասխանում բանին, օրենքի պահանջների, ինքը ինչ լիազորություններ ունի, ասենք օրինակ կարա բանանի բացասական եզրակացություն տա, որ էդի բանան հակասում է, կամ ասենք այդպես պարտականություն կա, որ ցանկացած գործար պետք է ասենց ասած դրական կենցաղային ասած դրական վիզավորում ստանա, լիազորություն, եթե կարելի է մեղադրանքի կողմից մասը թող հրապարակի, որպեսզի դա ինչի համար դա կարող նշանակություն մերձակերպող հարաբերների սուբյեկտիվ կողմը դիտավորությունը բարձրելու համար, եթե կարելի է թող բանալի։ Եկեք սենց արձանագրենք իրական դատարանության օրենսդրությամբ, որ
կողմը հրապարակում է հենց ամենը, որ կարծում է, որ մոդելին է, մյուս կողմը կարող է դատային ուշադրությունը հրավիրել չհրապարակված հատված։ Հիմա կոնկրետ մեր մասով դա չկա։ Հիմա մենք այսպես ասած նաև կողմերի եզրափակիչների դերասանից միայն հրապարակված հատվածների վրա են կարողանալու այսպես ասած հետևություններ կառուցել, հետևաբար այն հատվածը, որը հրապարակվել է եւ եթե ըստ ձեզ այդ հրապարակված հատվածում չկան այդ տվյալները, ուստի վերջում մեր արձանագրումները չկա այդ հատվածը, այսպես ասած։ Չէ, եթե այդպես է, որ մեր մասով չկա, չեք ստացել գործունեությունների նաև մյուս մասով, դուք գտաք կապաշնորհը, չեք ստացել։ Չէ, ստացել ենք դա։ Դրա մեջ է, եթե ստացել Չէ, բայց մեր մեղանակի մեջ չկա, մեր մեղանակի ցավալի մեր ջրվալի Սարգսյանի Բավարարի Սարգսյանի պաշտպան չէ։ Դրա համար եթե կարելի հիմա Բարի, դա դիտարկեն որպես հայտարարություն։ Չէ, հիմա անցնենք միջնորդության քննարկմանը հաջորդ նիստի, չէ, եթե կարելի է ավարտեմ էլի, հաջորդ նիստի ես այդ հատվածը, ես իրավունք ունեմ, չէ, ես այդ հատվածը գտնեմ, արդեն ես հրապարակեմ ու ես կարամ ձեր ուշադրությունը հրավիրեմ այդ հատվածը, եթե կարելի է այդպես անենք, որպեսզի բան չունենք, այս մասը։ Բարի, որ դրամաբանական ավարտի այսպես ասած հասնենք, այդ հաստատի մասով։ Դա ավարտեց, ծառայության պետը ավարտեցիք, չէ, այդ մասն է կարևոր։ Ֆինանսական Չէ, ծառայության պետն է կարևոր, ծառայության պետն անցնենք, հետո ֆինանսականը կարևոր չի ստեղ։ Ո՞ր ծառայության։ Չէ, այստեղ հարցը, սա մեղադրանքային է, որ օրենքի խախտման բա, չէ, եթե իրավաբանականի գրած որ օրենքի իրավաբանականի պետը եթե հայտնաբերում է օրենքի խախտման կատարված, ասենք իր լիազորությունն է, որ բաների գործառույթները համապատասխանել օրենսդրական պահանջներին, հիմա եթե մեղադրանքի հետ է, որ օրենքի խախտման բա է, մի հատ տենանք իրավաբանականի պետը էդի արյա թե չէ, որ վաղամիսուրն իրավաբանականի պետը գա հարցնենք, ասենք, օրենքի պահանջները վերել, թե չէ, դրա համար եմ խնդրում հիմա ստեղ կարել, որ ես հնարավորություն ունեմ հրապարակեմ, հետո անցնենք առաջ։ Ապարժանդական պաշտպանական կողմը հաջորդ նիստին անպայման կհրապարակի այդ հատվածը, որը որ վերաբերում է իրավաբանական վարչության լիազորություններին, Եվ մեկ հանգամանքի վրա այս պայմանությամբ ուղղակի հաշվառելու ժամանակի սորությունը ցանկանում ձեր ուշադրությունը հրավիրել ենք փաստի վրա, որ իրավաբանական վարչության պետի նկատմամբ այսօր քրեական հետապնդում իրականացված չէ, այն դեպքում երբ որ ակնհայտ է, որ ցանկացած պայմանագիր, որպեսզի ի վերջո վիզան ստանա, որ սա օրինական է, իրավաբանական վարչությունն է դրա համար պատասխանատու։ Եվ Արմեն Սարգսյանը այսօր նստած է մեղադրալի աթոռին, բայց իրավաբանական վարչության պետը, որ այդ պայմանագրի իրավական կողմը ապահովողն է, նրա նկատմամբ ինչ որս իրական հետապնդումը չի իրականացվում։ Ես ինչ որ ասում եմ, ես չեմ առարկում, ես շատ հարվում եմ, ես բանի դիպրոշում եմ նոմերը, բայց ես այդ որ ասում, ես չեմ ասում, որ ինչ որ խելի, ասենք, որ Վաչական Ղազարյանը դատում, մնացածը չեն դատում։ Որպեսզի սա համար պարզը եմ դիրքոշում, ես ասում եմ, որ մենք պետք է հասկանանք լիազորությունների մասը։ Իմ կարծիքով ոչ մեկի չպետք է դատել, որտեղ գործընթացը օրինական եղել։ Կարող է իրավական տեսանկյունից վիճահարույց եղել, բայց հաստատ հանցագործություն չի եղել։ Դրա համար այն ինչ որ ես ասում, ես իմ խոսքը չի եղել, որ ինչ որ մեկը դասում է մեկը, ես եմ սպան հասկացել։ Միանալով դիրքորոշման իհարկե պաշտպանության կողմից դիրքորոշումը ոչ թե այն է, այս մարդու մեղադրանք չկա, այն մարդու մեղադրանք չկա, այն մարդու մեղադրանք չկա, այլ մեր ասած այն է, որ տեսականորեն եթե մենք հասնում ենք նրան, որ պարոն Սարգսյանի մեղադրանքի առաջադրվելու մտադրանում է, այն հարցի հետ կապված, որ հողային օրենսգրքի X կետը, X հոդվածը տեսականորեն կամ ըստ դատախազի խախտվել է գործնականում։ Եվ այս հողային օրենսգրքի բացողը եւ ընթերցողը պարոն Սարգսյանը չի, դա առնվազն իրավաբանական վարչության պետն է կամ համապատասխան այդ վարչության աշխատակիցը։ Պաշտպանության կողմից ասած դա է, կներեք մի բան էլ ասեմ, եւ մեզ համար այնքան է զարմանալի չի, թե ինչու մեղադրանք չկա, որտեղ օրինակ մեղադրանք չկա նաեւ նոտարի վրա, ով ասում է, որ կառավարության որոշումն ավելի բարձր է իրավաբանականությունից, քան օրենք։ Այսինքն այդ առումով մենք չենք զարմանում։ Բայց ասում ենք, պնդում ենք, որ եթե իրավական հարցի խախտման արդյունքում է ըստ դատախազի եկել հանցագործության, հողային օրենսգրքով, որ նշված է եղել, որ օրինակ պետք է ոչ թե ուղղակի վաճառք լինել աջորդային կարգով պետք է լիներ, այդ հարցի պատասխանը պետք է տա իրավաբանական վարչությունը, մեկ նոտարագործաչքի
չպիտի հաստատել, 2 կադաստրային գրացում չպիտի ստանալ, 3 եւ այլն։ Այդ ոչ թե պարոն Սարգսյանի վարչությունները այդ հարցի պատասխանատու։ Մենք ճշտում էլի կատարենք ձեզանից այն հիմա հասակ արգելի ամեն մեղադրով 43-րդ թերթում գտնվող Պաշտպանության նախարարության արդեն գլխավոր ֆինանսիստ Դուք շատ ճիշտ եք, այս կեպիգոն ատոմներ 15-րդ ատոմ մասնավորապես կոնկրետ 43-րդ էջից պետք է շարունակենք։ Պատվաժան դատարան դուք տեսեք պատվաժան դատարան եթե ունենք ժամանակ ինձ համար դժվար չի հարգելով մեր հարգելի պաշտպանին մի քանի կետա ես ինքս կարամ այս հատվածը ավարտեմ հրապարակեմ եթե ունենք այդ ժամանակը որ հաջորդ նիստին սկզբանե սկսենք արդեն եթե կարելի ես ինքնին ավելի աշխատել եք մյուս ճիշտ արտաքից ելնելով եւ նաեւ այն տրամաբանության որ հաջորդ նիստը իրոք որևէ ընդհատումներ չլինի մի անգամից անցնենք հաջորդ ապացույցին սիրով հրապարակեն որևէ խնդիր չեմ տեսնում մի քանի կետա հրակարակ եթե խոսքը վերաբերում է իրավունքներին եւ պարտականություններին Վարչության պետը իրականացնում է նախարարության գործունեության իրավական ապահովման հետ կապված աշխատանքները, կազմակերպում եւ վերահսկում է վարչության աշխատանքները, համակարգելով բաժինների կողմից կատարվելիք աշխատանքները, ներկայացնում է տվյալ տարվա համար նախարարության գործունեության իրավական ապահովման հիմնական միջոցառումների ու խնդիրների պլանը եւ պատասխանատու է դրանց պատշաճ կատարման համար, վերլուծում է վարչության կողմից կատարված աշխատանքները եւ նախարարին ու նախարարի վարչության աշխատանքները համակարգող տեղակալին ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, համակարգում է զորամիավորումների, զորամասերի ավագ սպա իրավաբանների, փակագծի մեջ սոցիալ իրավական աշխատանքների գծով ավագ սպաների, փակագծի փակ, մասնագիտական աշխատանքը կազմակերպում եւ հասկանալու է նրանց մասնակցությամբ մասնագիտական հավաքներ եւ խորհրդակցություններ ըստ հաստատված ժամանակացույցի լսում եւ գնահատում է նրանց կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունները եւ տալիս աշխատանքների բարելավման ուղղված հանձնարարություններ պատասխանատու է վարչության գործառույթների արդյունավետ իրականացման անձնակազմի բարեհոգեբանական եւ ներքին կարգապահության զինվորական անձնակազմի մարտական պատրաստակցության վիճակի համար 7-րդ կետը նախարարի համաձայնությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն 8-ը նախարարին եւ նախարարի վարչության աշխատանքները համակարգող տեղակալին է ներկայացնում վարչության աշխատանքների աշխատանքային ծրագիրը 9-րդ կետը նախարարին այլ ըստ անհրաժեշտության ներկայացնում է առաջարկություններ վարչության աշխատանքների մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմելու համար 10-րդ կետը վարչության գործառույթների եւ խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև նախարարի գիտությամբ կարող է հրավիրվել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց մասնագետների, փորձագետների 11-րդ կետը կազմակերպում է Պաշտպանության ոլորտում ընդունված իրավական ակտերի պետական գրանցման գործընթացի իրականացումը, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ, 12-ը վարչության պետն ունի օրենքով իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ, փակագծի մեջ նշված է սոցիալական երաշխիքներ, փակագիծը փակ եւ կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ, փակագծի մեջ սահմանափակումներ։ Ահա եւ այդ հատվածը որ ամբողջը ես հրապարակել եմ ախր հարգելիներս։ Երբ հատվել եկավ որ կոնկրետ հանցագործությունը եթե տեղանացել է 2001 թվականներին ձեր այդ համացան պետք է վերաբերել, որտեղ պաշտպանության նախարարությունը կառուցվածքային առումով 2007-2008 թվականներին ոչ փոփոխությունների է դիտարկել։ Որի մասին էլի դուք հարգելի դատախազ ոչ իմանալ չեք ասել, 70 աշխանի շուր է պաշտպանության նախարարությունը իր գիտակայություններով տարբեր հարցումներ լուծարվել են, հարցումներ միացել են, տարբեր հարցումներ անցել են քաղաքացիական օգտվել իրավունքները, պարտականությունները։ Այնինչ դաշոր 12 կամ 16 կամ 20 թվականը բաց հարտակապես ոչ մի կապ չունեցել 2005-2006-ին։ Իսկ մենք քննարկում ենք 2005-2006 թվականի տեղանցող հանցագործությունը։ Վայ, արդեն Եթե Գրականացնագեցին, որ հասանք 43-րդ թերթ Միջնորդություն դուք ունեք, չէ՞, ես գնավոր ձեզ ուղարկել եմ։
Հունիսին է ուղարկվել։ Հունիսին։ 27-05 Ամենքում ներկայացուցիչ կողմերն լսեն։ Միջնորդությունը վերաբերում է գույքի վարչական հազարենի գույքի վրա դրված արգելանքը մասնակի վերացնելուն, ուրեմն այս բանում ներկայացվել է գույքային հայտարարողումը մասին միջնորդություն ու կիրառված արգելանքի պատճառով բանը կադաստրի կոմիտեն չի գրանցվել վարչական հազարենի կնոր ուսումնաբերությունների չի գրանցել այդ մասում վարչական հազարենի կնոր ուսումնաբերությունների և Սիթի ՍՊ-ի միջև 2026 թվականի ապրիլին կնքված Երևան քաղաքի անվան վարչական շրջանի այսինչ հասցեում գտնվող տարածքի վարձակալության պայմանագիրը հաշվի առնելով որ կիրառված արգելանքի խոչընդոտում է ուսումնաբերությունների կողմից սեփականության իրավունքի անարգել իրացումը և այդ տարածքի վարձակալության պայմանագիրը չի հակասում կիրառված արգելանքի պայմաններին վարձակալության արդյունքում ստացված գումարների նկատմամբ կիրառում են արգելանքի ուժերի, որի արդյունքում այդ գումարները կարող են փոխանցվել պետության գույքային այցի բավարարման դեպքում, խնդրում եմ վարչական Ղազարյանի անշարժ գույքի այդ հասցեին գտնվող տարածքի նկատմամբ կիրառված արգելանքը մասնակի վերացնել, թույլատրել, որպեսզի վարչական Ղազարյանի կնոջ և Սիթի ՍՊ-ի միջև ապրիլին կնքված վարձակալության պայմանագիրը գրանցվի, տեղեկացել եմ նաև բանի պատասխանը, կադաստրի կոմիտեի պատասխանը։ Բարի, ճիշտ եմ հասկանում, միջնորդությունը վերաբերում է նրան, որպեսզի թույլատրվի Ռուզաննա Բեկրարյանի և Սիթի ՍՊ-ի միջև 26 թվականի ապրիլի 9-ին կնքված Երևան քաղաքի անվան վարչական շրջանի Ծարավ Աղբի փողոցի 55/15 շենքի առաջին հասցեում գտնվող տարածքի վարձակալության պայմանների գրանցումը։ Այսինքն միջնորդությունը վերաբերում է ոչ թե գույքը արգելանքից հանելուն, այլ վերաբերում է համապատասխան վարձակալության պայմանագիրը թույլատրել։ Այո, դա առանց դրա չի կարող դուք այդպես լիազորություն չունեք պատասխանած այդ թույլատրում եմ գրանցել դուք Եթե տարբեր գործերով թույլատրել է և պայմանագիրը գրանցել։ Արդեն դատարանը պետք է եթե կատարել միջնորդությունը հասկանա։ Միգուցե դա հարկադիր կատարում անցակացում պետք է համապատասխան որոշումը ուղարկի, որպեսզի թույլտվությունը տա։ Այսինքն դատարան ըստեյության արգելել է տվյալ գործարքի օտարման կապված գործողություններ կատարել։ Իրավեկման դիրույթում է գտնում, իսկ վարձակալության հանձնելը ըստեյության բայց հարկադիրը ինքը ընդհանուր է, հարկադիրը տարբերակություն։ Ես ավելի կարճ բացատրեմ, որ ձեր համար բարձ դնեմ հեշտ է, էլի, բոլոր թույլատրել, քաջալերություն դատարանը ապօրինին թույլատրել է, քանի որ կադաստրը ինչքան քրեական գործերով որ ասում է, բոլոր քրեական գործերը պիտի դատարան թույլատրություն են, հիմա բոլորը տվել են մնացել եք դու։ Երեքշու, չնայած կապ չունի դրա հետ։ Ինչպես քրեական գործի ինչ կապ ունի դրա հետ։ Բայց դասերին պիտի այս համարերով պիտի գործել տան, դրա համար է գործել։ Թույլատրել ընդհանուր վարձակալություն։ Դիտորոշումներ կան։ Պատվաժան դատարան կարծում եմ, որ միջնորդությունը զուգահեռ է, ասեմ ինչու, մենք ինքներս էլ հենց այս գործի շրջանակներում հարկադիրի հետ այդ պահպանը Հարկադիրը թույլատրել է միջև։ Հարկադիրը միգուցե բանավոր կարգով թույլատրել, բայց փաստաթղթայինով ինքը ասում է օրենքում արգելանք դնել հասկացությունը բացված չի, այսինքն բացված չունի, թե դա իր մեջ չի ներառում վարձակալությունը թե ինչ է, ու նաև կադաստրներ, նոտարներ, նրանցած բոլոր ոնց պետական մարմիններն այդ հարցին բախվում են եւ երբ որ միասնական տեղեկանքի վերցնում այնտեղ նշված է կարգելանք, այն ոչ մի գործար չի կատարվում։ Անկախ նրանից որ արգելանքը իրապես նրա կատարմանն է վերաբերում։ Դրա համար կարծում եմ միջնորդությունը հիմնավոր է եւ մենք էլ հետագա փուլերում նման հարցի բախվում ենք։ Դուք կտակ պատվաժան դա ճիշտ ասած մեր հարգելի պաշտպանը հարաբերական թերսում է շփոթ, բայց ամեն դեպքում ընդհանուր պատկերացումից փորձը մի փոքր ավելի կարճ ու հստակ դա հիմա օգտագործում է այդ գույքը։ Թույլատրել որ կանգնած խոսած։ Դա բնակարան է, որը հիմա բնակվում են տարածք, որը պիտի տան վարձակալության վերջ։ Տալիս եք ինչ նպատակով, ինչու եմ ես այս հարցը, ներողություն, դուք կարող եք չպատասխանել, ինչ եմ ես ուզում ասել պատվաժան դատարան։ Քանի որ հստակ չի, թե թողամասը ինչ նպատակով չի։ Թողամաս չի։
Տարածք էլի հողամաս տարածքը, իսկ վարձակալության արդյունքում այդ տարածքը շինությունա դեռ ինչա չգիտեմ, հնարավոր է իր գույքային տեսքը վնասվի, հնարավոր է շատ վերջացնեմ էլի խնդրում եմ սիրով կլսեմ ձեզ, հնարավոր է արդյոք վարձակալության արդյունքում այդ տարածքը գույքը իր արժեքը գցի, չէ որ մենք ամեն դեպքում սրանք կարևոր հանգամանքներ, հիմա դուք ընդհանուր ներկայացնում եք, ասում եք վարձակալություն, ես դեռ չեմ առասարակ եթե վարձակալություն, բայց դրա հետևանքով գույքի արժեքը հնարավոր է ընկնել։ Ոչ կբարձրանա։ Ինչպես։ Կբարձրանա, որ չտակ են ժամանակ կպտի։ Պատաշանը, միգուցե դուք ճիշտ եք, վարձակալության մի քանի տվյալ, ներկայացնել, որ ես կարողացա ներկայացնել դատան, պարզ է հիմա ես ներկայացնեմ տվյալները, դրանից հետո արդեն լսենք ձեր որոշումը։ Ուրեմն, միջնորդությունը վերաբերում է նրան, որ թույլատրել կոնկրետ անշարժ գույքը, հանձնել վարձակալության պայմանագիր է առկա, որը հետևյալ բովանդակության վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետման և օգտագործմանը հանձնել համապատասխան մակերեսով ոչ բնակելի տարածքը։ Տրամադրվում է մանրածախ առևտրային գործունեություն ծավալելու նպատակով։ Պայմանագիրը կնքվում է 10 տարի ժամկետով։ Վարձակալությունը Սպասեք։ Գնում ստանում է։ Ինչ շատ։ Իրավունք ունի վարձակալված տարածքն օգտագործել պայմանագրի պայմանների դրա նշանակությանը համապատասխան վարձարկուն պարտավոր է նախազգուշացնել վարձակալված տարածքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների, գրավի իրավունք, սերունդի և այլնի մասին։ Վարձատուն պարտավոր է վարձակալվող տարածքը հանձնել վերանորոգված վարձակալի կողմից տրված տեխնիկական պայմանների համաձայն ստեյության եզետի առանցքանի վարձավճարը կազմում է 2 միլիոն դրամ։ Հարգել է դեպի ուտեստը մեղադրողի որոշման կապված այդ վարձակալության պայմանագրով չի կարող գույքը վնասվի կամ բաների, եթե նույնիսկ այս բանը պայմանագրով նախատեսված է, որ պետք է նույն միջակայքով վերադարձնել։ Բացի դրանից այդ գումարները, որը ստանալու են վարձակալություն, այդ գումարների նկատմամբ արգելակը կիրառվելու թե ձեր կիրառած գույքային բարի պատճառի հայցի, թե հակակոռուպցիոն քաղաքացիական դրամը, այսինքն դրանից պետությունը որոշ ուղղություններ չի կրել։ Ստեղ ուղղակի դիարվում է նրա համար, որ բացի վաճառ դահալետին է Ռուզանա Բեգլարյանի սեփականությունը, որ ինքն կարող է իր սեփականությունը ընդգրկել։ Բարի, վերոմյալի արդյունքում իր որոշում է դոկումենտալների հայացություն։ Քննելով միջնորդությունը լսելով դատարանության իր որոշումները դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը կավարարման և դատարանը թույլատրում է ներկայացված գույքի մասով կնքել վարձակալության պայմանագրի դատարանը արդեն Տեղից կետեր, ասենք դիցուկ արգրավեց կամ դատաքննությունը ավարտվեց այդ գույքի կապված որոշում խնդիր չկար, չեք հարկադեպքում վարձակալության 10 տարով դրված լինելու հանգամանքներ։ Խզելու պայմանները ևս Շնորհակալություն։ միակողմանի Շնորհակալություն։ Արդեն դատարանը կհասկանա գելության եղանակով, թե որոշման տարբերակով պետք է ուղարկի կադաստրը թե հարկադից, համապատասխան, այսպես ասած, փաստաթուղթը, օրենքով սահմանված կարգով ուղարկի, դրանից հետո արդեն ես գրանցումը դիագնոզ։ Մեկ օրինակն է դառնալի պաշտպան ձեզ կուղարկի։ Շնորհակալություն։ Բոլոր տարեսին մեկ տանում ներկայացնում եք որոշումը։